շնորհալի մարդը շնորհալի է ամեն ինչում, շատ լավ բնորոշում է օրինակ քեզ։ Երբ ես քեզ տեսա բեմում, երգելիս, երբ տեսնում եմ քո աշխատանքները, երբ քո այդ բախտ ունեցա ճանապարհ գնալու, երբ տեսա թե դու ինչպիսին ես ճանապարհին, մի քիչ կխոսես քո այդ մյուս կողմերի մասին։ Ինձ համար արվեստը չի սահմանափակվում մի ուղղությամբ ու երբ որ ես երազում եմ, որ օրինակ մի օր ես իսկապես երազում եմ անկեղծ, որ ես մի օր կուզեի ներկայացում բեմադրել իսկապես ինձ համար արվեստը պոեզիան է, նկարչությունն է, երաժշտությունն ամբողջը միասին է, ես ընդհանրապես չեմ պատկերացնում, ես նկարում եմ, երգում եմ, չգիտեմ, գրում եմ, պոեզիա եմ գրում, ու ինձ համար ուղղակի արվեստի մարդ, ես կասեի, որ անգլերենում ավելի բան չէ, artist, ավելի բան քան painter չի առանձնացնում, artist, ես կասեի, որ ես երջանիկ մարդ եմ, որովհետև երբ որ աչքդ փակում ես, ուզում ես հասկանաս ես կյանքում իսկ դու ճիշտ տեղում ես, իսկ ինչով կուզեիր զբաղվել, ես հստակ ճիշտ տեղում եմ, որտեղ ոչնչով ուրիշ չէի ուզի զբաղվել, քան արվեստով։ Ես երջանիկ մարդ եմ։ Թող լինեն դժվարությունները, թող լինեն, ոչինչ, բայց կարևորը որ սիրում ես քո արածը, քո ապրածը, դու ամեն օր ֆանտաստիկ երգչախմբում եմ երգում։ Եվ այդ էներգետիկան, որ տալիս է երաժշտությունից, նկարչություն, պոեզիա, ամեն ինչ, եւ այդ մարդիկ, թե ինչ հատուկ մարդիկ են իրանք, չգիտեմ, ես կասեի, որ արվեստը միասին եմ տեսնում, ու սենց համար իրանք միասին շնչառություն է։ Անի, իսկ ո՞նց ես անում, որ այս մետաղական կոպիտ կոնստրուկցիաներից ստանում ես եթերային նուրբ էակներ։ Հետաքրքիր էր դա, որ կոպիտ մատերիալից տալ հակառակ էֆեկտը։ Այդ դու շատ ճիշտ նկատեցիր, որ այդ քամոտ, նուրբ, ես համաձայն եմ, որ կարելի է մետաղով, այո, ստանալ այդ հակառակ էֆեկտը։ Ես միշտ սիրել եմ տարօրինակ բաներ անելու, զարմացնել, եւ այո, ինքը հենց այդ էլ ուզեցել եմ ցույց տալ, որ դու հերվից էմոցիան ու այդ նրբությունն ես տեսնում, մոտենում ես մետաղը, երկաթ։ Երևի էդ էլ է իմ ներսի մարդուց, որ այդքան խոցելի ու այդքան ուժեղ։ Ես երջանիկ եմ, որ մարդկանց հոգում կպնում է իմ ստեղծածը։ Դա արդեն հաղթանակ է։ Եվ ընդհանրապես միտում չկա որևէ կեղծելու կամ ինչ-որ կրկնօրինակելի, ընդհանրապես ես շատ խաղաղ եմ դրա հետ։ Մեծ մասամբ ենթագիտակցաբար են բոլոր գունային համադրությունները, բոլոր մի հատ sense վիճակի մեջ է այդ ամեն ինչը լինում, եւ հետո թե ինչ է լինում, ուրախ եմ, որ կպնում է մարդկանց սրտին։ Սա Կոմիտասի նվիրված շարք էր, որը արեցինք Հովերի հետ, շատ հետաքրքիր էր, որ նոտակալների վրա էլ ցուցադրվեց, այսինքն համ համերգեր, համ ցուցադրություններ, շատ հետաքրքիր էր։ Ու սրանք բոլորը արված են հրեշտակները պատարագի նոտաների վրա, ու քանի որ ես պատարագը երգել եմ ու գիտեմ ու այս հոգևոր երաժշտությունը, շարականները Սենց ոնց որ ինձ համար ոնց որ նոտաներից դուրս եկող տեսիլքներ լինեն, իրանք այդ հրեշտակները, անվերջ, փայլուն, չգիտեմ, նաև ձկները, որոնք էլի խորհրդանշում են քրիստոնեությունը։ Սարեն է լավ, արդեն հայրներն են։ Սրանք պերգամենտի վրա են արդեն։ Ոնց են ստեղծվում քո այս դրական, պոզիտիվ
ուրախ, շնչող, ապրող աշխատանքներ են։ Իմ համար տարբեր տրամադրություններ են իմ աշխատանքները, թռչունների շարքը, փոքր եւ մեծ դրախտային թռչունների շարքը, ուրախություններ եւ իմ երևի քանի որ ես ընդհանրապես շատ պոզիտիվ մարդ եմ, շատ լավատես մարդ եմ։ Նկարներից ուղղակի արտացոլվում այդ դրականը, թե գույների, թե տրամադրության, պետք է ուղղակի ունենալ անսահման երևակայություն, որ ստեղծել նմանատիպ աշխատանքներ։ Ամեն ինչի գաղտնիքը քո այդ ջերմությունն է, սերը ու խանդավառությունը, որ դու դնում ես քո աշխատանքի մեջ, լինի դա նկարչությունը, երգը, պոեզիան, ճամփորդելը, կերակուրներ պատրաստելը, գիտեմ որ շատ համեղ պատրաստում ես։ Դե որովհետև ինչը որ ուզում ես անես, պետք է վառվես դրանով, դու պետք է տենց խենթանաս, որ լավ ստացվի։ Եթե դու տենց գոլ անես ամեն ինչ, ոչ մի բան չի ստացվի։ Հիմա մի հատ շարք եմ սկսել, զգայունությունը որպես շնոր եւ իբրև պատիժ, այս մասին է ինքը, ու այստեղ կան գիտերը եւ իմ գրաֆիկ աղջիկները, որոնք անverջ կրկնվում են, ռելիեֆները, 3D էֆեկտները միշտ գրավել են ու միշտ երևի նրանից է, որ ինձ կձանձրացներ միայն ներկը ու թուղթը, կտավը ու դրա համար, քանի որ կոլաժային ու այս խառը տեխնիկաները ազատություն են տալիս ու երևի իմ մեջ էլ ազատությունը ամենակարևոր մեխն է։